Ադրբեջանը ցնցած սկանդալ, որ չի հանգուցալուծվում։ 16-ամյա տղայի սպանությունից հետո թեժանում է իրավիճակը Բաքվում ու ադրբեջանական մյուս խոշոր քաղաքներում։ Ադրբեջանի հասարակությունը հերոսացնում է Էլգուն Իբրահիմով անունով տղային, որն ըստ հարազատների նկարահանել է ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Այդ սկանդալը թաքցնելու համար տղայի հարազատների ադրբեջանցի որոշ իրավապաշտպանների պնդմամբ ոստիկանները նկատել են իրենց հետևող երիտասարդին, հետապնդել նրան, ծեծել ու հանել աչքերը։ Ադրբեջանցի բլոգեր Մանավ Ջալիզադեն պնդում է, որ իրենց հանցագործության հետքերը թաքցնելու համար ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից ցած են նետել, տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն։ Կոկորդ են պատրում տղայի հարազատները, թե հիվանդանոցում նա ծեծված է եղել, գլուխը կոտրված։ Առեղծվածային պատմությունից շաբաթներ հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, բացառելով սպանության վարկածը։ Հասարակությանը փորձել են համոզել իրավապահ կառույցները, թե Իբրահիմովի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։ Երիտասարդն իբր մահացել է հիվանդանոցում, բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս պաշտոնական հայտարարությունից առաջ Գյանջայի հիվանդանոցը ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, թե տղային իրենց մոտ բերել են ծեծված, գանգուղեղային փակ տրավմայով, որովայնի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։ 10.000 manat Beşgəncə şəhərində։ Ադրբեջանի հասարակությունն այնքան չի վստահում իրավապահներին, որ բլոգեր Թուրալ Սադրքլն 5000 եվրո է խոստացել նրան, ով կտա Էլգունին սպանողի անունը։ 50 dənə 100 avroluqdur։ Քանի որ Բաքվում արգելված են մեծաթիվ բողոքի ակցիաները, Արդարություն հանուն Իբրահիմովի կարգախոսով մինի ցույցեր են ադրբեջանցիներն անում, թռուցիկներ բաժանում, փողոցներում պաստառներ փակցնում, հասարակությանը կոչ անում չլռել։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները ոչ միայն ցրում են ցույցերը, այլև ձերբակալում ակցիայի մասնակիցներին։ Ոչ պաշտոնական տվյալներով 60-ից ավելի ադրբեջանցու են ձերբակալել։ Նրանց մի մասին բաց են թողել, սակայն հեռախոսները անձնական իրերը չեն վերադարձրել։ Գայանե Մովսիսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։